Վերջնականացնում ենք Հայաստան-Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը եւ ակնկալում ենք, որ առաջիկա 1, 2, 3 ամիսների ընթացքում կարող ենք նաեւ արդեն ազդարել, որ ամբողջությամբ համաձայնեցված է այս փաստաթուղթը եւս։ Ես խոսեցի Ֆրանսիայի մասին, խոսեցի Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությանը, սա անշուշտ չի նշանակում, որ մյուս Եվրոպական միության անդամ երկրների հետ նույն ակտիվությամբ չենք զարգացնում հարաբերությունները։ Կուզենայի ինքս առանձնացնել մի խումբ երկրների, որոնց մի մասը, մեծ մասը Եվրոպական միության անդամ են, բայց ոչ բոլորը։ Խոսքս Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան ուրեմն երկրների մասին է, տեղյակ եք երևի լսել եք այդ ֆորմատի մասին, Նորդիկ, Բալթիկ 8 երկրները։ Մենք շատ մեծ կարևորություն ենք հաղորդում այս ֆորմատին կամ այս խումբ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, կարծում ենք, որ եւ սովորելու բան ունենք, եւ փորձառություն կա այնտեղ, որոնք մեզ հետաքրքիր է, եւ իհարկե մենք մեր կողմից նաև մեր ներդրումը կարող ենք ունենալ իրենց պատկերացումներում։ Շատ ակտիվ է եղել հենց տարվա սկզբից մեր երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ, կհիշեք հունվարին տեղի ունեցավ իմ այցը Մոսկվա, վերջերս Երևան այցելեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը։ Անշուշտ սա ես չեմ ուզում աշխարհագրությունը սահմանափակել միայն նշածս երկրներով կամ ուղղություններով, մենք եւ սա հանրայնորեն լավ ակտիվ բավականին քննարկվում է, բավականին աշխուժ եւ պտղաբեր գործընկերություն ունենք Հնդկաստանի հետ, Ղազախստանի հետ, այսինքն մեր գործընկերության աշխարհագրությունը չի սահմանափակվում ոչ արևելքով, ոչ արևմուտքով, նույնիսկ ասինքն լատինական կամ հարավային Ամերիկա միջև կարող ենք նշել եւ նաեւ վերջին բանը, որ ուզում եմ ասել, քաղաքական խորհրդակցություններ Չինաստանի հետ եւ այս ուղղությամբ էլ բավական հետաքրքիր հնարավորություններ են նշմարվում, բայց չի շտապի շատ կոնկրետ ասել, հա Վրաստանի հետ ասեցի, Վրաստան ռազմավարական գործընկերներ ենք դարձել եւ 2-3 օրից ըստ էության սպասում ենք նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանում կլինի, Հայաստանում Վրաստանի ուրեմն մշակութային օրերի շրջանակներում եւ կհանդիպենք, կարծում եմ, որ միասին նաեւ հնարավորություն կունենանք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել։ Հուսամ չձանձրացրեցի։ Շնորհակալություն։